Սոս Վարդազարյան, Հայաստանի նկարիչի միության անդամ, 84 թվից։ Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստությունարանը 73 թվին։ 74 թվին ընդունել եմ գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Ավարտել եմ 80 թվին։ Ես որպես դիպլոմային աշխատանք իմ աշխատանքը տպված եղել սովետական արվեստի ժամանակ շապիկի վրա որպես տարվա լավագույն դիպլոմային կոչում է Գարուն այդ աշխատանքը։ Ծնվել եմ Վայոց ձորի մարզի, այսօրվա Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում 47 թվին։ Ինչ ասեմ, հիանալի մի հատ գյուղ է Չնաշխարհիկ, իր գեղեցիկ բնության, մանկությունս անցել է այդ գյուղում։ Վաղ հասակից սիրել եմ նկարել։ Եվ իմ նկարելը հետաքրքիր պատահական ստացվել է, ոստե գյուղում ոչ նկարչական դպրոց կար, ոչ մի բան չկա։ Ուրեմն լավ հիշում եմ, որ Խաչատուր Աբովյանի, չգիտեմ, ծննդյանը, որը 100-ամյակների իջներ, մեր ուսուցիչը ասեց, ով կարող է երեխան ձեզանից այդ նկարը մեծացնել բերել։ Ես դեն ժամանակ մասշտաբային բանով այդ քառակուսիներով բանով մեծացրի բերեց, ասես, որ տա ջան, դու կարգին նկարիչ ես։ Ես էլ հավատացի միգուցե։ Հետո կամաց սկսեցի նկարել, հետո գնացինք ծառայություն, բանակից հետո ընդունվեցի Թերլեմեզյան։ Այդքան բան, նկարիչի միության անդամ դառնալու ժամանակ, մինչև այդ էլ ես մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների։ Թե արտասահմանում, թե այն ժամանակ միությանական ցուցահանդեսներ կային։ 74 թվին դարձա ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, այն ժամանակ ԽՍՀՄ կարտեր։ Եվ այդպես շարունակ անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել արտասահման շատ երկրներում, բան։ Հիմա ճիշտ ասած ծրագրում եմ, որ սոբելյանական ցուցահանդես բացեմ 2 տարի հետո կամ մի տարի հետո նկարիչների միություն անհատական ցուցահանդես։ Ամուսնացած եմ, ունեմ դուստր, 3 հատ թոռներ եւ այլն։ Ապրում եմ աշտարակում ես հիմա։ Արմատներից ես որքան տեղյակ եմ, հայրս հենց այդ գյուղում է ծնվել, մեծացել, ինքն էլ չի հիշում իր արմատների թվը, բայց նրանք բնիկ հայեր են, ապրել են հենց տեղացի հայեր են ասում են։ Իսկ մայրս գաղթել է Պարսկաստանի Խոյի Սալմաստետ գավառներից։ Ինքը մայրս գրագետ կին էր, իրան ասում են Տեր-Տրանց, այդ ժառանգն է, Տեր-Տրանց տոր են ասում, Տեր Դավիթի։ Ես հիմա ճիշտ ասած գյուղը հաճախակ եմ ես այցելում, որովհետև այնտեղ հայրական տուն կա, քույրս է, եղբայր։ Ես գնում եմ միշտ նկարելու, Չնաշխարհիկ մի հատ գեղանկարչական շատ հետաքրքիր գյուղ է, շատ նկարիչներ են միջայլոց այցելել այդ գյուղը, շատերը ճանաչում են, գիտեն։ Գյուղում ես մշակույթի պալատում, մշակույթի օջախում ունեմ որմնանկար, արած մոտ 90 քառակուսի մետր է, կոչում է Մոմիկի ծնունդը։ Բայց ցավոք սրտի այսօր այդ նկարը վտանգի տակ է, որովհետև տանիքը կատում է, այդ անձրևաջրեր, բան լցում են, ես միշտ գնաց այդ իշխանավորների մոտ բողոքեց, որ Սեր Աստծո գոնե այդ տանիքը վերանորոգեք, ես իմ ուժերով նկարը ռեստավրացիան կվերա, ոչ մի արձագանք։ Ցավալի է, որ այսօր մշակույթին արվեստը, մշակույթը մատներ արանքով են, բայց չեմ պատկերացնում, որ այս ազգի դեմքը դա մշակույթն է վերջապես։ Եվ մենք ինչ պետք է ներկայացնենք աշխարհում։ Մեր մշակույթն է, մենք հարուստ ժառանգություն ունենք, բայց ցավոք սրտի չենք ներկայացնում, չենք կարող պրոպագանդել, այդպես ասած։ Եվ այսպես խղճուկ վիճակ։ Ենթադրենք նկարիչների միություն ցուցահանդեսներ միշտ լինում է, բացում են ցուցահանդեսներ։ Նկարիչը իր անհատական ցուցահանդեսն է, իր ոնց որ ասում են, իր
ներկայացնա չէ իր տարվա գործերը ով է ինքը վերջապես ինչ քննության առաջ չէ կանգնում եւ ուզում եմ որ այդ ցուցանդեսին հերոստատեսություննա չգիտեմ թեկուս կառավարությունից մարդիկ գան նայեն ոգևորեն մենք ճիշտ ասած այդ արտ բիզնեսը նավանդ հիմա այս մատների արանքով են նայում աշխարհը դրա վրա շատ եւ նկարիչն է նկար վաճառում հարստանում եւ տվյալ աուկցիոններն են բանվեր ուզեմ ասեմ շատ այսինքն ամեն ինչ թողել են նկարիչի վրա նկարիչը պետք է ամեն ինչ բայց խես նկարիչն ինչ անի գոյատևության հարցը ընտանիքա ենթադրենք չէ այդ նյութերը շատ թանկ են պետք է նկարես բայց գոնե չվաճառես ինչ որ նկար որ կարողանաս գոյատևել Թայ նկարիչը այդ հովանավորության կարիքն ունի, ուշադրության կարիք ունի, որ հասկանում ես չկա լավ ու վատ նկարիչներ, ես չեմ անտո։ Եթե մարդը նկարում է, ուրեմն կսիրում է այդ արվեստը գեղեցիկ արտահայտելու։ Ճիշտ է, հետագայում ժամանակը ցույց կտա, ով է լավ հանճարեղ, չգիտեմ ինչ, դա ժամանակն է գցում։ Այսօր կան նկարիչներ, որոնք հա կարողանում են կապեր են ստեղծել արտասահման միգուցե ինչ որ սպոնսեր բան են ճար կարողանում են մի կերպ նկար վաճառել թե բայց մեծամասնություն ես գիտեմ նա իմ սերնդի նկարիչները որ դա հնարավորություն չունեն ոչ մի դա աստված որ կարողանան մեր երիտասարդ նկարիչներին ներկայացնել որովհետև այս նկարիչին ներկայացնելը եւ շարթուն դարձնելը ապահովել ամեն ինչով դա արդեն պետության մեր պատիվն է մեր ամեն ինչ մեր արվեստը փառքաստու ես կարող եմ ասել մրցունակա բոլոր հայ նկարիչը շատ տաղանդավոր են շատ ես շատ երկրներ եմ եղել տեսել եմ բան այսօր մոդա է դարձել ինչ-որ խզբզանքներ ես абստրակտ նկարչություն անում եմ ես ինքս եմ անում բայց դրան հասնելու համար պետք է անցնել մի հատ ճանապարհ հասկանում եք այսօր պատահում է որ ավարտում է ակադեմիան հիմա ակադեմիա կոչում է վաղ կոչում էր երկու ինստիտուտ միացրած է կոչվում գեղարվեստատատերական հասկանում եք ավարտում է եւ ընկնում են այդ հոսանքների տակ հա անում են абստրակտ բայց նայում ես դատարկությունը հիմք չկա ոնց որ ցել ձևական ինչ որ ֆորմայի հետև ընկած տենց բան են բայց պետք է անցնել այդ ճանապարհը հասկանում եք ունակ Պիկասոյի ուզում եք նայեք Պիկասոյի 14-15 տարեկան ժամանակական նկարներն ամես ապշում ես դասական ոճ արած վարպետությունա ձեռք չէ ձեռքել են դու հասելա դրան այդ շրջաններն արած կուբիզմ չգիտեմ մոդեռնան վերջը ուզեմ ասեմ էդ էլ ժամանակավոր երևույթ է ես էլ կընկնի իր տեղը ամեն ինչ եմ ասում ժամանակը կբերի հարթեցնի ամենքին կդնի իր տեղը ժամանակ ամեն ինչ փոխում է այսօր 21-րդ դարում ենք ապրում միգուցե տեխնիկայի տեխնոլոգիայի դարում արդեն ուրիշ նկարչություն բան բայց ես կցանկանամ որ իրանց ազգային արմատներից չկտրվեն որտեղ ազգային արվեստի ազգային հիմքի վրա է ստեղծում միջազգայինը համաշխարհայինը եթե քո ազգայինը դու չես չկա քո մոտ այն դատարկ արածը ոչ մի կապեք չարժի որովհետև ինչ դատարկություն է այդ կցանկանեմ որ չմոռանամ որովհետև մենք շատ հարուստ ունենք ժառանգություն որ կարելի է օգտվել այսինքն այդ ազգայինի հիման վրա ստեղծել նորը ես ինքս պրպտող նկարիչ եմ օրինակ իմ նկարները հեսա տվել եմ ձեզ կնցնը ես այնտեղ կարող եմ նայես ասես այ սմոթ ինչ ոճերի տարբերություն էլ կա բան բայց ես միշտ պրպտում ես այն նկարիչ չեմ օրինակ նկարիչ կա մի հատ գտնում է իր ձեռագիրը ու դրա մեջ սկսում է ասենց արտտպել իրեն ասես նայում ես որ ցուցանդեսա չէ բացում սա միանման են արս ման չել է դա ես չգիտեմ ես ինքս չեմ կարողանում բավարարել միան հա այս կտա այս դասական ոճի մեջ ընդհանրենք բան արեցի բայց փառքաստու
ով ասում դասական ոճի մեջ դու դասականից է ծնվում յուս ոճերը, հասկանում եք։ Ես պետք է հաշվի առնես էլի, այսինքն նկարիչը միշտ ինքը իր երևակայությունը, իր միշտ պրպտող պետք է լինի։ Օրինակ ես էլ եմ ասում, ես չեմ կարող ինչ-որ միտեղ, այդ մեկ կթավեր դրան բաղ։ Այդ միգուցե բնավորության գիծա, չգիտեմ։ Դա էլ կա։ Օրինակ իմ սկզբնական շրջանի գործերն այս դասական ոճի մեջ նկարներ են եւ հիմա ես արդեն եկել եմ հասել եմ այդ տարիքում, այս արդեն շուտով 2 տարի հետո կդառնա 80 տարեկան, ես արդեն զգում եմ, որ ես ոչ թե զգում եմ, արդեն մի քանի տարի այդ վերացական արվեստի մեջ խորասուզված աշխատում եմ։ Այսինքն սիրում եմ ես աբստրակցիան եմ սիրում։ Այսօր ցավոք սրտի ես այդ վերնիսաժի մեջ գնում եմ, նայում եմ, դե շատ իմ ընկերներ կան տաղանդավոր, որոնք համապազորը հացի կարիք ունեն, եկել են տեղ նկարներ են վաճառում, հիմնականը կրկնօրինակում են, չգիտեմ, մասի սար, չգիտեմ, ինչ որ է տեսա։ Հայտին նկարիչներ գործեր Այվազովսկի բան վերջ։ Բայց իրանք չեն կարողանում լուրջ զբաղվել ստեղծագործությամբ։ Եվ որ նայում ես իրաց նկարները, այդ որ սկսել են, ափսոսում ես, ասում ես, այս մարդն չի պետք է տեղ, բայց դե ինչ արած, դա կյանքն է դա, չես կարաս։ Օրինակ խորհրդային իշխանության ժամանակ պետական հովանավորություն կա, նկարիչը շատ լավ ապրում են, ստեղծագործում են, պատվերներ կար, ամեն ինչ կար։ Հիմա դու գնա քո գլուխը տես, ոնց ուզում ես նկարի, ուզում ես մի նկարի, ժամանակը ցույց կտալի, շատ գիտեմ, շատ մարդիկ, շատ նկարիչներ չեն դիմանում այդ պայքարին, շատերը, ես չեմ ասում, այդպես մարդ որ ասեմ, հա ինքն ասում գործել, բայց մարդիկ չեն դիմանում, ստիված ինչ ընտանիք է պահում, բանան, ինչ հազար մի հոգսեր, այդ կենցաղային հոգսերը միշտ արվեստագետին խեղդել են։ Այսինքն նկարիչը, որ օրը մի 4-5 ժամ, դա մինիմում եմ ասում, հալը, մինիմում, չաշխատել դա ինչ, այսինքն եթե պատահել է, որ ես ամիս չեմ աշխատել, ամիսներով մինչև անգամ, հնարավորություն չեմ ունեցել, բայց արդեն, որ սկսում ես աշխատել, զգում ես, որ շատ ձեռդ, ոնց որ են ասում են, խամացել է կողմը ասած, այսինքն այդ, չեմ մտնում ես քո դիրույթում, քո արդեն սկսում ես, ժամանակա պետք, ոնց որ կոպիտ ասած դաշնակահարը մի ամիս չնվագի, հետո սկսի նվագել։ Ես ճիշտն ասած, եւ որ նկարում եմ, ես չեմ սպասում, որ պետք է մուսան գա, ես էլ որը սպասեմ մուսային կարող է, չգիտեմ, տարիներով, ամիսներով չգա, տարիներով չգա։ Այսինքն եւ որ սկսում ես դու թեկուզ նստես, քո մոլբերտը առաջ, նկարակալի առաջ նստած ես, կտավը առաջ տեղ եւ որ վրձիններ, ներկեր, բան, սկսում ես կամաց, որնա ես վրձինը վերցում, սկսում ներկերը հետ խաղալ, բան անել, սենց, հետ կսել, սենց, հետո ես սիրում եմ իշ երաշտան տակ նկարել, ես միացում եմ իշ դասական երաշտում եւ սկսում եմ նկարել, Կոմիտաս լինի, Արամ Խաչատրյան, թեկուզ Արտասամանյան կոմպոզիտորներ, այսինքն երաժշտությունը ինձ օգնում է, որ ես կարողանամ ստեղծագործել, ես լավ եմ զգում երաժշտատակ, երաժշտությունից կարող է իմ մեջ ծնվի նոր մտքեր, նոր նախագծեր, հասկանում եք, որովհետև ես չեմ առանձնացնում երաժշտությունը կերպարվեստին, դրանք իրար հետ շաղկապված են եւ չեմ սինտեզում, որովհետև առանց կարող է լավ երաժշտությունից ծնվի մի հատ հիանալի նկար, հիանալի նկարից կարող է երաժշտություն ծնվի։ Դրանք իրար հետ սերտ համագործակցում են, որտեղ գեղեցիկ ընկալելու համար իհարկե երաժշտությունն էլ է պետք, նկարն էլ է պետք տեսողական։ Եվ որ ստեղծագործում ես, իհարկե երկուսն էլ ինձ համար կարևոր է, բայց ամենակարևորը ավարտն է ինձ համար, որ ոնց պետք է ավարտ, նկար վերջապես պետք է ավարտել։ Չնայած այդ նկար ավարտել հասկացողությունը ամենքին որ տարբեր է, որովհետև մարդկա կարող է կեսին ասի նկարս ավարտված է, մեկը շարունակի ավարտելու, հասցնելու ավարտին,
եւ վերջում դուրը չգա բարդ process այլ նկարչությունը օրինակ ես տենց նկարը ավարտել հասկացություն չկա իմ ես ինքս էլ չգիտեմ նկարը երբ պետք է ավարտել ինչեւ անգամ հիմա չէ դες բան են անում ասում են Լեոնարդոյից բռնած Ռաֆայել ասում են այն մարդը նկարները իրանք են ասել իրենք ասել են որ մենք չասանք չավարտեցինք բայց դες չգիտի ինքը նկարիչն չգիտի նկարի եւ այսինքն պետք է ավարտես այն ժամանակ որ քո դուրն է գալիս եթե նկարիչին դուրը եկավ իր նկարը որ ժամանակ այդ process պետք է կանգնեցին ինքը ուրեմն դա ես համարում եմ ավարտուն նկար ավարտ արդեն վերջ հիմա հետագայում կարող պատահի գիտեք ինչ կա այդպեսի մի բան էլ կա նկարում ես անցումնատարիներ հետո դնում ես քո այդ անցաշրջան նկարները նայում ես զգում ես ինչ որտեղ ես բաց թողում արել որտեղ բան հասկանում ես բարդ process այլ է հասկացող ավարտել նկարչությունը եթե ելն եմ ասում նկարիչ առաջարկին քո դուրը պետք է արվեստագետը պետք է ինքը զգա որ ավարտել է նկարը իրան գոհացնում է այն թե ոչ այդքան բան իսկ հանդիսատեսը նայելով ինքը կզգա ավարտուն է թե ավարտուն չէ արդեն իրաց գործն է մեկ քիչ իմ կյանքի ելնելով ես կարող եմ ասել ես շատ բաներ բաց թողեցի տարիներ ժամանակի առումով դե բանակ ծառայություն հետո մարդիկ կային իմ հետ սովորում էին 8-րդ դասարան ավարտած երեխաներ ժամանակի առումով ես շատ բաց թողումներ եմ արել հետո ես շատ բազմաթիվ ուսուցիչներ եմ ունեցել որոնք գիտես ինչ կա մի հատ հետաքրքիր բան կա ամեն ուսուցիչ որ քեզ նկարչություն է սովորեցնում ես ինքս աշտարակի նկարչական դպրոցում ճիշտ ասած 4 տարի 8 խավար տարիները ես եղել եմ տնօրեն այդ նկարչական դպրոցի 4 տարի ընդամենը բայց ես ունեի բազմաթիվ երեխեք 60 հատ աշակերտ ունեի շատ որոնք ոչ բոլորը դարձան նկարիչ իհարկե բայց գեղագիտական դաստիարակություն որը ստացան մարդ դարձան դա 100% ես աշխատել եմ երեխեքի ինքնուրույնությանը չկպչել երբեք ահա պետք է իրանց սովորացնես պրոֆեսիոնալիզմ ասում մատիտ բռնել նկարել դա պետք է բայց չպետք է կպչես իրանց ինքնուրույնությանը եւ ինքնուրույնությանը կպչում ես այդ երեխան արդեն շեղվում է եւ ամեն ինչ ես միջև հիմա էլ եւ որ երեխաների նկարները նայում եմ զարման ուրախան նախանձում եմ միտեղ լուրջ եմ ասում այ մարդ չքան անկեղծ են մաքուր եւ իրանց երևակայությունը բան այսինքն կեղծ բան չկա իրանք իրենց չեն կեղծում հասկանում եք եւ սովորելու շատ բան ենք մենք երեխաներից այդ առումով ես կարող եմ օրինակ բերել իսպանացի նկարիչ Խուան Միրոն որ կլա դասական բան անցել է դպրոցը երեխաների նկարը տեսնելով ասեց երեխեք ինձանից լավ են նկարում հանճարև է թող այդ ամենը սկսեց ազդվեց երեխաներ բայց ստեղծեց իր արվեստը ուզեմ ասեմ այդ պետք է իմ ուսուցիչները ամենքը մի բան մցրել են իմ մեջ ես մինչև ձերբազատվեցի այդ բաներից դա տարիներ է տեխնոջան աշխատանքի շնորհիվ իմ գունային այդ ներկապանակը պալիտրան առաջացել է իմ ծննդավայրից հերեր Վայոց ձորը առասարակ Չնախշարիկ շատ գեղանկարչական է երբ որ գնաց եղել եք էլ Վայոց ձոր չէ եղել գնաց ձորը Ամալիշկա չգիտեմ այդ կողմեր եւ որ այդ սարերը բնության նայում ես հրաշք է զարմանում ես կարմիր գույն չոսերավատի չգիտեմ կապտավուն հասկանում ես շատ ակտիվ գեղանկարչական այսինքն ես սնվել եմ այդ բնությունից ինքը դարձել է ինձ համար
Սնան աղբյուր։ Իմ ներկապանակը հիմնական այդ գույներ, կարմիրների, դեղին, սերնդի, արծաթների բանում է չէ։ Դե չնայած նկար կա, որ ուրիշ բանով ես գնում, ուրիշ գույների մեջ ես մտնում։ Այդ հիմնականը ես այդ ասպարեզում։ Այսինքն ես բնություն ինձ համար շատ մեծ, որտեղ Սարյանը ինչ էր ասում էր, ամենամեծ ուսուցիչը դա բնություն է, գնացեք սովորեք բնությունից։ Եթե դու կարողանաս բնությունից վերցնել այն ինչ որ քեզ պետք է, ես չեմ ասում արտատպես։ Օրինակ նկարիչներ կան դնում են բնությունը լուսանկարչական այդ աչքով ասած, ով արտում նայում ես ասում չեն աներ կան այս մեր ժողովուրդի մեջ մի խոսք ասում է շաշրելի բան արես ինձ, բայց դե ես չեմ արտատապան բնություն երբեք, ես իհարկե հավատար եմ մնում բնության, ես չեմ ասում եթե դե ուրիշ բան եմ նկարում, բայց բերում եմ իմ մոտ արվեստանոց, ես արդեն այդ աշխատեմ կամաց այդ մարսածս կամաց իմ մյուս կտա, այսինքն են էտուդս, որ էտուդ եմ արել, չէ, բնության մեջ, դա ինձ օգնում է, որ ստեղծեմ մեկ ուրիշ նկար ավելի հետաքրքիր, որը ինձ ավելի հարազատ, այսինքն բնությունը երբեմն նկարելով ժամանակ քեզ կաշկանդում է շատ ժամանակ, այնքան հզոր է բնություն, որ խեղճանում ես, ուղղակի խեղճանում ես այդ բնության առաջ, բայց դե կամաց պետք է նկարիչը ունենա երևակայությունը կա իր արվեստանոցում, այսինքն այդ տպավորությունը, որ քեզ տվել է, զգացել ես, դու վերարտադրես քո կտավի վրա։ Էտա, ես այդպես եմ աշնում, չգիտեմ, միգուցե ուրիշ նկարիչներ բավարարում են ուրիշ, այսինքն ինչ-որ կան էլ նկարում են, ասում են վերջ։ Այսինքն սինթեզում եմ, ես բնությունը դժվար բան եմ ասում, բայց ամեն նկարիչ իր ստեղծագործական ոճ ունի, իր ինքնատիպություն ունի։ Եվ չես կարող ստիպել մեկին, թե դու ես նկարում, այդպես նկարում, ամենքը իր հայացողական անունն է և այսինքն ինքը այդ ոճի մեջ լավ ազգում, մեկը դասական արվեստի մեջ լավ ազգում, մեկը ակադեմիական, մեկը չգիտեմ ինչ, վերջը, հազար պես իզմեր կամ ամենքը մեկի մեջ ինչ-որ ամենակարևորը պետք է նկարիչն անկեղծ, մաքուր, անկեղծ, եթե դու քեզ կեղծում ես, այդ զգացումը կոն, դու պետք է ինես մաքուր, դու ինչ-որ կաս են պետք է, որովհետև երբեմն նկարը որ նայում ես, արդեն զգում ես այս նկարիչը ով է, ես նկարը նայելով կարամ ասեմ այդ նկարիչը բարի է, չար է կամ չնայած նկարիչ չար չի, այսինքն ինչ տեսակի մարդ է մոտորապես ինքը, հասկանում ես, ինքը իր դեմքն է ցույց տալի մարդու նկարը։ Արվեստի ուժը ինձ համար սկսում է այնտեղից և որտեղ որ վերջանում է, դա իմ համար արվեստի ամենամեծ ուժն է, եթե ես հասնում եմ ինչով իմ նպատակին, դա ամենամեծ ուժն է, որ արվեստը ինձ համար գոյություն ունի, իսկ ինչում է, այդ բարդ բան է, հասկանում եք ամեն անհատականություն, նկարիչ, ամենքը տարբեր ձև են մտածում, տարբեր ձև են, դա բնական այդպես էլ պետք է լինի, սա որ միանման լինեն, տախտոկ լիներ կյանքը, անհետաքրքիր, սա նույն նկարները նկարեն, ինչի նման կլինի, ես բոլոր իզմերն էլ ընդունում եմ, որը իհարկե լավ է, բոլոր իզմերն էլ ընդունում եմ, եթե դասականն է, դե դասականից է ծնվում, ուրեմն դրա մեջ լավ է շարը փառքաստու, եթե գալիս է վերացական արվեստ, չգիտեմ, ընդ հազար մի իզմեր կա, դրա մեջ էլ են լավ, ինչ արել, ես չնասած ինձ համար իհարկե, վերացական արվեստի մեջ Աշոտ Գորկուց ես այնքան չգիտեմ, Պոլակ կա, չգիտեմ, ուրիշ նկարիչներ կան, հասկանում ես, դրանք էլ, ես չեմ ասում դրանք վատ նկարիչներ են, բայց ինձ համար հարազատ է Աշոտ Գորկը, որովհետև հայ է, հայի արյուն կա մեջը, հայ է, իր նկարչությունը ես որ բերել էին Ամերիկա ժամանակակից արվեստին ցուցադրում Պուշկինի թանգարանում,
Մոսկվա։ Գնացինք այդտեղ նայելու։ Եվ առաջի հերթին Արշիկ Գորկի մի հատ նկար ուներ։ Կոչում էր ռուսերեն ասում Կարիշնիվի ինչ որ գամմա այդպիսի բան։ Եվ միջալոց այնտեղ պոլակել կա, ես իմ հազարումի, բայց հետաքրքիրն era, որ բոլոր ես զգացի, որ բոլորը այդում կանգնում էին Արշիկ Գորկու նկարի առջև, որովհետև դա շատ խորը նկարչություն է։ Գույնը այնտեղ կշիռում է, գույնը այն կարոտը, այն հայրենիքի բան, չգիտեմ ոնց որ հումցված են այդտեղ։ Արշիկ Գորկի այդ հրաշալի է, որովհետև չէր կարող ուրիշ ձև լինել Վանի Խորգոմ գյուղում ծնված այդ երիտասարդը, որը ցավոք սրտի դրվագ ճակատագիր ունեցավ, բայց այսօր համարում է Արշիկ Գորկին Ամերիկայի ժամանակակից արվեստի բծագույն դեմքերից մեկը։ Այսօր մեր ժողովրդը մի բան է պակասում, որ մենք իրար նկատմամբ պետք է սիրով լինենք, հասկանանք, իրար սիրենք։ Մի տեսակ հիմա մեր ազգի մեջ, ժողովրդի մեջ, իմ շրջապատում մարդիկ իրար նկատնում ոնց որ չարակամ լինեն, մի տեսակ երբեմն ասում այ մարդ ինչ համար եք իրար անանում, էլի ասենց չգիտեմ ինչ հոգեբանական բան կա ժողովրդի մեջ, ինչ միգուցե պատերազմից հետո չգիտեմ լսում այդ պատերազմից հետո այդ վիճակից ժողովուրդը ես կցանկանամ որ դուրս գային հերիքա մենք ողբանք հասկանում եք մենք այսօր ճիշտ է գնում ես երրաբլուր ցավում ես այդ երիտասարդ 10-20 տարեկան երեխաներ գնացին զոհվեցին ցավալի է շատ ցավալի է դա մեր գենոֆոնդն է մեր սերունդներ եւ նայում ես ամարտ ինքան հիանալ երեխեք գեղեցիկ բայց չի կարելի այդքան ողբալ, անդադ ողբալ, այդ ողբը մեզ ոչ լավ բանի չի տանելու։ Մենք պետք է կարողանանք այդ վիճակից դուրս գալ։ Նոր արարենք, նոր հզորացնենք մեր երկիրը, ամենակարևորը։ Մենք պետք է կարողանանք հզորացնել երկիրը։ Բաները կգան կերտա, ոնց որ ասեն ցախորդ օրերի նման իշխանավորներ, բայց հայրենիքը մնում է հայրենիք, պետք է պաշտպանել, սիրել, հայփայել։ Ես կարող եմ օտար երկրում էլ ապրել, ես հնարավորություն ունեմ, ես չկարողացա։ Ազնության ասում, չի կարող այնտեղ ստեղծագործել։ Դե իհարկե դա ինձ համար եմ ասում, գուցե ուրիշը կարողան։ Ես էներգիա չեմ ստանում դից, ոնց որ չկարողացա նկարել։ Չի կարող նկարել։ Ես որ գալիս եմ Հայաստան, արդեն ոնց որ այդ հողը ջուրը ինձ էներգիա տա։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը, իմ հայրենիքը։ Այսինքն հայրենիքը սիրելով ես չեմ ասում, այդպես բաժակա ճառերը, որ ասում են սիրում եմ անա։ Չէ, ես պաթետիկ խոսքեր չեմ ասում։ Հայրենիքը պետք է սիրել օգնությունով, պետք է այն սիրել, փայփայել, գուրգուրել եւ պաշտպանել, որովհետեւ այս մի փոքր հողակտորն է մնացել, ես եթե դեռ չպաշտպանենք ինչ, ուրեմն մենք կդառնանք ուրիշ են գնչուական ցեղերի պես մի հատ ազգ, որ աշխարհում կթափ, անհայրենիք մարդուն է պետք։ Մի քիչ մեր ազգի մեջ գիտեք ինչ է մտել հիմա, այդ փողի, ընչաքաղցության ինչ որ ստամոքսի բան ավելի կարևոր է, քան թե հոգևոր արժեքը, հոգևոր հարստությունը։ Մենք շատ ենք կտրվել մեր արմատներից, այդ շատ վատ է։ Մեր ինքնությունից։ Օրինակ ես շատ էի հավանում ողորմ ացիկ բանին, Գագիկ Գինոսյանը, որ ասում էր բարեք հայկական բարեր, ուսուսի տվեք բարեք, դա ուժ կտա ձեզ։ Եվ մենք կորել ենք, մեր ինքնությունից շատ ենք հեռացել, հասկանում ես, մեր արմատներից։ Այսօր զարմանում ես, ուսանողին հարց են տալի, ով է Արամ Խաչատրյան, Կոմիտաս, ապշում ես ուղղակի։ Սկուր են գնում, ինչ են գնում, չգիտեմ, դա Աստված որ ամեն ինչ լավ վերջանում։